Երբևէ կմտածեիք, որ խոզի միսը կարող ենք տապակել առանց բուսական յուղ, բայց միևնույն ժամանակ ստանանք փափուկ խոզի միս։ Այս անգամ ձեզ ցույց կտամ հենց այդ տարբերակը։ Խոզի միսը պատրաստելու եմ աերոգրիլի մեջ, բայց կան որոշ նրբություններ, որոնց հաշվին աերոգրիլում մեր խոզի միսը պատրաստվում է շատ փափուկ եւ նուրբ ձևով։ Դրա համար առաջին փուլով անհրաժեշտ է մարինացնել խոզի միսը, որը ես կատարում եմ հենց նախորդ օրը։ Մսի վրա ավելացնում եմ կտրատած սոխ, աղ, աղացած կարմիր եւ սև պղպեղներ։ Լավ խառնում եմ եւ այդպես թողում սառնարանում 1 ամբողջ օր։ Այդ ընթացքում սոխի հյութի հաշվին մսի մեջից ավելորդ աջունը դուրս է գալիս եւ հիմա մեր միսը հատ-հատ առանձնացնելով վրայից սոխերը կտեղավորենք աերոգրիլի հատակին։ Աերոգրիլի հատակին տեղավորելուց հետո մեր միսը տեղափոխում ենք աերոգրիլի մեջ, թողնում ենք այնտեղ 18 րոպե 180 աստիճանի տակ։ Ժամանակը լրանալուց հետո տեսեք, առաջին հայացքից թվում է, թե մեր խոզի միսը արդեն պատրաստ է, բայց եթե շրջեք միսը կտեսնենք, որ այն դեռ կարմրելու տեղ ունի։ Դրա համար պտտում ենք մեր խոզի մսերը հակառակ երեսի վրա եւ նորից վերադարձնում աերոգրիլի մեջ, թողնելով այս անգամ ոչ թե 18 րոպե, այլ 10 րոպե նորից 180 աստիճանի տակ։ Ուշադիր եղեք, առաջին անգամ, երբ որ դնում ենք 18 րոպեով ենք դնում, իսկ երկրորդ անգամ 10 րոպե եմ դնում, քանի որ սկզբում, երբ որ միսը սառնարանից է հանված լինում եւ դնում ենք աերոգրիլի մեջ, առաջին մի քանի րոպեն, այսպես ասած, մենք կորցնում ենք ուղղակի որ միսը տաքանա, իսկ երկրորդ անգամ, երբ որ դնում ենք աերոգրիլի մեջ, 18 րոպե դնելու կարիք չկա, քանի որ մեր միսն արդեն տաքացված է, ընդամենը 10 րոպեն բավարար է, որպեսզի մեր միսն ուղղակի կարմրի։ Այսինքն, եթե երկրորդ անգամ էլ փորձեք 18 րոպե դնեք, աերոգրիլը կբացեք եւ կտեսնեք, որ միսը արդեն վառված եղևով է։ Մինչ կլրանա մեր այս 10 րոպեն, որ խոզի միսը արդեն կկարմրի, մենք անցնում ենք կարտոֆիլին։ Կարտոֆիլները լվանում ենք, կլպում եւ մանրացնում։ Այնպես կանեք, որպեսզի ձեր մանրացրած կարտոֆիլները լինեն շատ բարակ, որպեսզի աերոգրիլի մեջ հասցնեն եւ ֆեն։ Եթե հաստոտ կտորներ ունենաք, այնպիսին ինչպիսին որ պատրաստում ենք սովորաբար բուսական յուղով տապակելու դեպքում, ապա մեր կարտոֆիլները չեն հասցնի եւ ֆել եւ ստիպված կլինեք եւս երկրորդ անգամ դնել աերոգրիլի մեջ։ Կարտոֆիլները կտրատելուց հետո լցնում եք ջրի մեջ, թողնում որպեսզի օսլան դուրս գա, հետո լավ լվանալուց հետո քամիչի մեջ պահում ենք, հետո տեղափոխում ամանի մեջ։ Վրան ավելացնում ենք կարմիր աղացած պղպեղ, աղ, լավ խառնում ենք, քանի որ ես խոհանոցում փորձում եմ գլուխ պահել եւ ինչքան հնարավոր է քիչ աման օգտագործել, բայց դրան զուգահեռ նաեւ գործը ճիշտ կատարեմ, ապա տեսեք ես կարտոֆիլը չեմ խառնում գդալով կամ այլ հարմարանքով, այլ միանգամից օդում թափահարելով ամանը խառնում եմ իմ կարտոֆիլները։ Թողնում ենք այսպես մի քանի րոպե, որի ընթացքում կարտոֆիլում եղած ավելորդ հեղուկը դուրս է գալիս։ Այս process-ը մեզ օգնում է այնքանով, որ հետագայում, երբ որ կարտոֆիլը կտեղափոխենք աերոգրիլի մեջ, ավելորդ ժամանակ չենք ծախսի, որպեսզի այդ ավելորդ ջուրը գոլորշիանա եւ կարտոֆիլները չորանան։ Հիմա արդեն մեր միսը պատրաստ է, տեսեք, լավ կարմրած կեղևով, ներքևից եւ վերևից դուրս ենք բերում աերոգրիլի թավան։ Վրան ավելացնում ենք մեր կարտոֆիլները, այնպես, որ կարտոֆիլի հեղուկը չլցվի։ Սկսում ենք դասավորել կարտոֆիլները խոզի մսի երեսին այնպես, որ հնարավորինս բաց հատվածներ չմնան։ Տեղափոխում ենք մեր թավան աերոգրիլի մեջ, թողնում ենք այնտեղ 18 րոպե 180 աստիճանի տակ։ Ահա այս խորամանկության հաշվին մեր խոզի միսը կշարունակի եփվել, իսկ կարտոֆիլները կկարմրեն։ Եփվելու ընթացքում խոզի միսը դառնում է ավելի փափուկ։ Պատրաստենք սիրով եւ ջերմությամբ, որպեսզի մեր ընտանիքի անդամները վայելեն մեծ հաճույքով։ Սա եւս մի տարբերակ է, որով առանց բառերի մենք մեր դիմացի մարդկանց ցույց ենք տալիս մեր սերն ու հարգանքը իրենց հանդեպ։ Սիրո եւ հարգանքի հետ կապված այսօր մի պատմության ականատես եղա, որը կուզեմ նաև ձեզ պատմել։ Ու ինձ հետաքրքիր է, թե դուք ինչ եք մտածում նման մարդկանց մասին, ու ընդհանրապես, եթե դուք Հայաստանից դուրս եք ապրում, նման իրավիճակներում ինչպես է վարվում ձեր պետությունը նման մարդկանց հանդեպ։ Հիմա պատմեմ պատմությունս։ Առավոտյան քայլում ենք փողոցում եւ բանջարեղենի խանութի կինը վրդովված պատմում է, որ խանութը բացելուց դռան կողքին դրված է եղել մի մեծ տոպրակով տան աղբ։ Այն դեպքում, որ հենց այդ նույն բանջարեղենի խանութի կողքին գտնվում են 5-ից 6 աղբամաններ, որի մեջ լցնում ենք բոլորս մեր տան աղբը։ Իհարկե սիրուն երևույթ չի, անպատասխանատու մարդու քայլ է, կամ միգուցե դիտմամբ է արել, բայց բանջարեղենի խանութի աշխատողն այնքան վրդովված էր, որ պատմում էր,
թե իր բերանից ինչ անեծքներ է հանել աղբը թափողի ետևից։ Կուզեի, որ ոչ մեկս էլ չարությամբ չլսվեինք մարդկանց հանդեպ, քանի որ եթե ինչ-որ մեկը մեզ վատություն է արել, ապա կարելի է ոչ թե դրան չարությամբ պատասխանել, առավել ևս անիծել, այլ ուղղակի շղթան չշարունակել, մաղթել, որպեսզի այդ մարդը իր գիտակցությունը բարձրացնի, այլևս աղբ չթափի, որպեսզի նման դեպքի մենք ականատես չլինենք։ Իհարկե ես խոսեցի տիկնոջ հետ, որ անիծելն այդքան էլ ճիշտ տարբերակ չէ։ Հուսանք մի օր մարդիկ այնքան ճիշտ գիտակցություն կունենան, որ կհասկանան, որ տան աղբը կարելի է թափել ոչ թե ուղղակի փողոցում, այլ 1-2 քայլ ավել կատարել եւ դեն նետել հենց աղբի համար նախատեսված աղբաբանների մեջ։ Բայց անիծելն էլ իմ համար ճիշտ տարբերակ չէ, քանի որ դրանով մենք կարծես վատ էմոցիաներ ստեղծենք մեր համար, որն էլ հետագայում վատ կանդրադառնա մեր մարմնի, մեր օրգանիզմի համար։ Այսինքն մենք դրանով կարծես էպես անենք, որ ամեն ինչ վերադառնա դեպի մեզ, բումերանգի օրենքի շրջանակներում։